Տոհմային համակարգ, դրական և բացասական ծրագրեր, ինչպես մաքրել ձեր տոհմը։ Անցյալ տեսանյութում մենք պարզեցինք, որ մեր տոհմերը մեծ նշանակություն ունեն մեր կյանքում։ Մենք պարզեցինք, որ չնայած շատերը դա չգիտեն, բայց մեր կյանքի ամենամեծ աջակցությունը մենք ստանում ենք մեր տոհմերից։ Տոհմի հետ մեր համագործակցությունը ավելի լավ կազմակերպելու համար մենք պետք է իմանանք, թե ինչպես է գործում տոհմը և իմանանք ինչպես համագործակցել տոհմի հետ։ Հետևաբար մենք կշարունակենք ուսումնասիրել տոհմի կառուցվածքը և ինչպես է իրականացվում մեր կապը տոհմի հետ։ Ես ուզում եմ, որ իմ ալիքի բաժանորդները ավելի ակտիվ լինեն մեկնաբանություններում և լայքերում։ Հակիրճ պատմեք հետաքրքիր և ուսանելի իրադարձությունները, որոնք եղել են ձեր կյանքում կապված տոհմի հետ։ Եթե իմ տեսանյութերը օգնել են ձեզ հասկանալ, որ մեր կյանքի ամենամեծ աջակցությունը մենք ստանում ենք մեր տոհմերից, ապա մեկնաբանությունների մեջ գրեք. Ես հիշում եմ իմ տոհմը, համագործակցում եմ նրա հետ և սիրում եմ նրան։ Կամ ես ողջունում եմ իմ տոհմը, փառք և պատիվ իմ տոհմին։ Կամ ինչ որ բան գրեք ձեր սեփական բառերով, այսպիսով դուք ավելի կաշխուժացնեք այս ալիքը, համ էլ մենք բոլորս միասին էներգիա կփոխանցենք մեր տոհմերին, որը նրանց շատ պետք է։ Պետք է ժամանակ առ ժամանակ դիտել ձեր տոհմի անդամներին հիշատակող լուսանկարներ և հիշել նրանց կյանքից լավ դրվագներ, այսպիսով դուք նույնպես նրանց կփոխանցեք այն էներգիան, որն անհրաժեշտ է այն աշխարհում։ Մյուս տեսանյութում կլինեն մեդիտացիաներ տոհմի հետ համագործակցելու, տոհմին փառաբանելու համար և կապ հաստատելու տոհմի հետ։ Բացասական ծրագրերի հեռացում ամբողջ տոհմից։ Ես կսովորեցնեմ ձեզ, թե ինչպես հեռացնել բացասական ծրագրերը և ներդնել նորերը, որոնք ձեզ կբարձրացնեն նոր մակարդակի։ Հիշեք, որ դուք կարող եք ամեն ինչ։ Դուք ունեք աստվածային բնույթ։ Դուք արարիչներ եք և կարող եք ստեղծել ձեր աշխարհը, որտեղ կա երջանկություն, առողջություն, առատություն, ուրախություն և այլն։ Եթե դուք չեք ստեղծում ձեր աշխարհը, ապա էներգիա կտաք ուրիշի աշխարհը կառուցելու համար, որտեղ դուք կարող եք լինել գործիքների դերում։ Այսօր նման մարդիկ շատ են։ Եվ այսպես մենք կշարունակենք ուսումնասիրել մեր տոհմերը։ Շատ նյութեր վերցված են Վալերի և Լյուդմիլա Սինելնիկովների գրքից «Իսչիլենիա Ռոդը»։ Տոհմի զարգացման օրենքները։ Տոհմային համակարգը որպես համայնք ապրում և զարգանում է որոշակի օրենքների համաձայն։ Առաջի օրենք՝ շարունակության օրենք։ Մենք պետք է իմանանք, որ տոհմը հավերժ և անվերջ է, քանի որ մի սերունդը փոխարինում է մյուսին։ Սերունդների ծնունդն ապահովում է տոհմի շարունակությունը։ Երկրորդ օրենքը՝ պահպանման օրենք։ Կարևոր է ոչ միայն լիարժեք սերունդ ծնել, այլև կարևոր է պահպանել և մեծացնել այն և ապահովել դրա համար անվտանգ կենսագործունեության պայմաններ։ Երրորդ՝ ընդլայնման օրենք։ Տոհմը բաց համակարգ է, այն փոխազդում է հասարակության և արտաքին աշխարհի հետ։ Սա հետագա զարգացում է տալիս ամբողջ տոհմին, որում հայտնվում են վարքի և մտածողության նոր ձևեր։ Օրինակ Միխայել Լոմոնոսովը լքեց իր հայրական տունը սովորելու համար։ Նա դարձավ մեծ գիտնական և Ռուսաստանի պարծանքը, դրանով իսկ հարստացնելով իր տոհմը։ Չորրորդ՝ փոխկապակցվածության օրենք։ Ընդհանուր համակարգում բոլոր հարազատները փոխկապակցված են, նույնիսկ եթե նրանք չեն շփվում։ Մենք միմյանց հետ կապված ենք անտեսանելի թելերով և անգիտակցաբար ազդում ենք միմյանց վրա։ Հինգերորդ՝ ժառանգության օրենք։ Նախորդ սերունդների չլուծված կոնֆլիկտները և չլուծված խնդիրները ժառանգվում են հաջորդ սերունդների կողմից։ Օրինակ ալկոհոլիզմ, ամորիություն, անպատվություն, հակասոցիալական վարք, հիվանդություններ։ Մարդը անգիտակցաբար կրկնում է իր ընդհանուր համակարգի վարքի և վերաբերմունքի օրինաչափությունները։
Նույն իրավիճակները կարող են կրկնվել այնքան ժամանակ, այնքան սերունդներում, մինչև որևէ մեկը ստանձնի փոփոխությունների պատասխանատվությունը։ 7. Հիերարխիայի օրենք։ Ավագը առավելություն ունի կրսերի նկատմամբ և պատասխանատու է նրանց համար։ Ավագից ավելի մեծ պահանջ կա, ուստի պետք է ավելի մեծ հարագանք լինի նրա նկատմամբ։ Կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ ավագը ավելի մեծ հարգանք է պահանջում, բայց կրսերի հանդեպ պատասխանատվություն չի վերցնում։ 8. Ընդհանուր համակարգի վերափոխման օրենք։ Եթե ընտանիքում կամ տոհմում առնվազն մեկ մարդ փոխվում է, ապա ամբողջ համակարգը սկսում է փոխվել։ 9. օրենք։ Ընդհանուր ուժի կուտակման օրենք։ Այս օրենքը հաստատվում է ընտանիքում ականավոր անհատականությունների ի հայտ գալու տեսքով։ Երբեմն ժառանգում իրականացվում է նախկին աղոթքը։ Օրինակ, ընտանիքում ինչ-որ մեկը երազում է գիտությունների ուսումնասիրության մասին և ապագայում գիտնական է ծնվում։ Ինչ-որ մեկը երազում է ելույթ ունենալ մարդկանց առջև և ընտանիքում ծնվում է արտիստ։ Եթե հոգևոր ուժը կուտակվում է մի քանի սերունդների մեջ, ապա ընտանիքում ծնվում է սուրբը։ Ձեր տոհմը ուսումնասիրելիս կարող եք նկատել, որ ձեր երեխան կրկնում է ինչ-որ նախնիի ճակատագիրը։ Դա կարող է լինել նույնիսկ մայրաքույրը կամ հորեղբայրը, մեծ տատը կամ նախապապը։ Հետևաբար, երբ բավականաչափ տեղեկություններ կունենաք ձեր նախնիների մի քանի սերունդների մասին, ձեր համար ավելի հեշտ կլինի որոշել, թե որ տոհմային ծրագրերն են ակտիվանում երեխայի ճակատագրում։ Նատալիայի պատմությունը։ Նատալիա 30 տարեկան, ամուսնացած չէ։ Միևնույն ժամանակ նրա բոլոր քույրերը ամուսնացած են։ Հայրիկն ու մայրը երջանիկ ամուսնություն ունեն։ Տատիկն ու պապիկը չեն ամուսնալուծվել։ Եվ Նատալիան հաճախ ինքն իրեն հարց է տալիս. ինչու նա ոչ մի կերպ չի կարողանում ամուսնանալ։ Սկզբում նրան առաջարկություններ անում էին, բայց նա մերժում էր։ Իսկ հետո նա ուրախ կլիներ, բայց թեկնածուներ չմնացին։ Մի անգամ նրա հետ զրույցում մայրը հիշեց տատիկի պատմությունը։ Մեր ընտանիքում մի աղջիկ կար, որը ոչ մի կերպ չէր կարողանում ամուսնանալ։ Եթե տոհմում գտնում եք մի մարդու, որի ճակատագիրը նման է ձեր ճակատագրին, ապա դուք անտեսանելիորեն կապված եք այդ նախնու հետ, և ձեր տոհմային ծրագրերը նման են։ Կա արդյոք ելք այս փակ շրջանից։ Ելք կա։ Դրա համար սերունդները պետք է ցանկանան ապրել նորովի և կոնկրետ քայլեր անեն իրենց կյանքը փոխելու համար։ Ինչպես դա անել, կսովորեք, երբ ծանոթանաք տոհմի բացասական ծրագրերի վերափոխման հետ։ Նման դեպքում ցանկալի է տեղեկություններ հավաքել այս նախնու կյանքի, նրա երազանքների, հետաքրքրությունների և ցանկությունների մասին։ Համակերպվել այս մարդու կերպարին և մտավոր շփվել նրա հետ, տալ ձեզ հետաքրող հարցերը, ստանալ պատասխաններ, շնորհակալություն հայտնել և խնդրել նրա օրհնությունը ձեր ներկա երջանիկ կյանքի համար։ Հաջորդը վերափոխեք ձեր բացասական վերաբերմունքն ու ծրագրերը և ստեղծեք նոր դրական ծրագրեր հետագա կյանքի համար։ Որոնք են տոհմի դրական ծրագրերը։ Երջանիկ ընտանեկան կյանք, առողջ ու ուժեղ սերունդների ծնունդ, հարստություն և բարգավաճում, տաղանդի և նպատակի իրականացում, ծառայել հայրենիքին և ժողովրդին, հոգևոր զարգացում։ Տոհմի բացասական ծրագրեր։ Որբություն, երկու ծնողների կամ մեկ ծնողի վաղ մահը, տղան կամ աղջիկը չեն կարող ամուսնանալ, չապրելու ցանկություն, կարող է արտահայտվել դեպրեսիայի, ինքնասպանության, ալկոհոլիզմի տեսքով։ Կախվածություններ, թմրամոլություն, ծխախոտ, խաղամոլություն, ալկոգոլիզմ, անապահովություն և կորուստներ, հրդեհներ, պատերազմներ, կերակրողի կորուստ, ունեցվածքի կորուստ, վաղաժամ մահ պատերազմում, դժբախտ պատահարից, ամուսնալուծություն, ընտանիքից հեռանալ։
Տարեդարձի սինդրոմ։ Այն տարիքում, երբ վատ իրադարձություն է տեղի ունեցել նախնիների մոտ, ժառանգը կարող է դժվար ժամանակաշրջան ունենալ իր կյանքում։ Բացասական մտածելակերպի հետ աշխատելու մեթոդաբանություն։ Թևավոր արտահայտություններ։ Տոհմային բացասական ծրագրերը կարելի է բացահայտել նաև թևավոր արտահայտությունների և այն արտահայտությունների միջոցով, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են տոհմին։ Դիտարկենք կյանքի մի օրինակ։ Երիտասարդ ընտանիք, 2 երեխա։ Երիտասարդ կինը նկատեց, որ երբ երեխաները հրաժարվում են տնային աշխատանք կատարել, նա նյարդանում է և ասում է նրանց. «Չեք աշխատի, չեմ կերակրի, տնից կվռնդեմ»։ Սկզբում նա ասում էր այս արտահայտությունը մեխանիկորեն, առանց նույնիսկ մտածելու դրա իմաստի մասին, բայց մի օր հասկացավ, որ դա ասում է մեխանիկորեն, կարծես կրկնում է ինչ-որ մեկի խոսքերը, և այս արտահայտության իմաստը ամենևին էլ լավը չէ։ Բացասական ընդհանուր ծրագրերը փոխակերպելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել, բաց թողնել վատ ծրագրերը, ընտրելով ձեր կյանքի ուղին։ Մեր նախնիները մեր նախնիներն են, մենք էլ մենք ենք, և մենք պարտավոր չենք կրկնել նրանց ճակատագիրը։ Այն ամենը, ինչ եղել է իմ նախնիների հետ, նրանց ընտրությունն էր։ Ես ինքս եմ ստեղծում իմ ճակատագիրը հանուն ընտանիքի բարօրության։ Ես պատասխանատվություն եմ ստանձնում տոհմային բացասական ծրագրերի վերափոխման համար։ Տոհմի ուսումնասիրություն։ Ուշադիր ուսումնասիրեք ձեր տոհմը, որում ծնվել եք, հոր գիծը և մոր գիծը։ Ուշադրություն դարձրեք տոհմում ուղղահայաց և հորիզոնական կապերին։ Ուղղահայաց կապերը գենոգրամով վերևից ներքև իրադարձությունների կրկնությունն են, այսինքն սերնդեսերունդ ժամանակի որոշակի հաճախականությամբ։ Հորիզոնական կապերը տոհմի անդամների իրադարձությունների կրկնությունն են մեկ սերնդի մեջ, օրինակ հարազատների կամ զարմիկների մոտ։ Հատուկ ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, որոնք վերաբերվում են ձեր տոհմին, համապատասխանաբար ձեր սեռի, կին կամ տղամարդ։ Եթե կան առարկություններ և ցանկություններ, հաշվի առեք և կարգավորեք վարքի նոր օրինաչափությունները, հետո նորից ստուգեք։ Կարգավորեք վարքի օրինաչափությունները այնքան ժամանակ, մինչև ստանաք դրական ամբողջական ընդունում։ Ինտեգրում նոր պատկերին։ Թող նոր պատկերը մտնի ձեր հոգևոր սիրտը, թող նոր էներգիաները լցնեն ձեր գիտակցությունը և մարմինը։ Ընդունում և երախտագիտություն։ Անդրադառնալով տոհմածառին, գենոգրամին, պետք է ասել հետևյալը. Ես սիրով ընդունում եմ իմ սրտում իմ բոլոր նախնիներին, ես ընդունում եմ սիրով իմ սրտում, ասեք այն նախնիների անունները, որոնց տոհմային ծրագրերով աշխատել եք։ Ես սիրում եմ և շնորհակալ եմ ձեզ։ Նախնիների օրհնությունը։ Մտովի դիմեք ձեր նախնիներին և օրհնություն խնդրեք երջանիկ կյանքի և զարգացման համար։ Կապվածության ընդհանուր եղանակներ։ Տարբեր գենոգրամաների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջին երեխաների ճակատագիրը փոխկապակցված է տատիկ-պապիկի ընդհանուր ծրագրերի հետ։ Ընտանիքի առաջին որդին կապված է հայրական պապիկի տոհմային ծրագրերի հետ, երկրորդ որդին՝ մայրական պապիկի ծրագրերի հետ, առաջին դուստրը մոր կողմի տատիկի ծրագրերի հետ, երկրորդ դուստրը հոր կողմի տատիկի ծրագրերի հետ։ Տոհմային անեծք։ Խոսքի ուժը կարող է ուղղված լինել ինչպես բարուն, այնպես էլ չարին։ Անեծքի ուժը կախված է անիծողի անձնական և հոգևոր ուժից և կատարված գործողության ծանրությունից։ Տարածված անեծքը բացասական էներգիայի տեղեկատվական հաղորդագրությունն է տոհմի ներկայացուցիչների և սերունդների հանդեպ։ Երբ է հայտնվում անեծքը, ինչ հանգամանքներում։ Նման ուղերձ կարող է առաջանալ նաև ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ, երբ ընտանիքի ներկայացուցիչը խախտում է որևէ բարոյական օրենք, սխալ է գործում,
խախտում է իր հարազատների իրավունքները կամ այդ գործողությունների արդյունքում կոնֆլիկտի մասնակիցները զգում են տառապանքներ և ուժեղ հուզական ցնցումներ։ Նրանց մտքում բացասական հույզերի, ինչպես կանոն վախի, զայրույթի և վրդովմունքի ազդեցության տակ ձևավորվում է բացասական ցանկություն, որը ուղղված է վիրավորողին։ Դա կոչվում է անեծք։ Ազատ կամքի օրենքի համաձայն անեծքը սկսում է գործել և կատարվում է։ Արդյոք հնարավոր է ազատվել անեծքից։ Այո, դա անելու համար հարկավոր է լուծել կոնֆլիկտային իրավիճակը, վերականգնել արդարությունը, ստեղծել վարքի նոր ձևեր, ներողություն խնդրել, ներել։ Եթե բացասական իրավիճակը չի լուծվում մեկ սերնդում, այն անցնում է հաջորդ սերնդին։ Օրինակ, երկու եղբայրները ժառանգություն են ստացել հոր մահից հետո։ Գույքի բաժանման վերաբերյալ կտակ չի եղել։ Մահից առաջ հայրը խոսքով ասել է ամեն ինչ հավասարապես բաժանել։ Հոր մահվան պահին կրտսեր եղբայրը գտնվում էր մեկ այլ երկրում և տուն վերադարձավ միայն 2 տարի անց։ Ավագ եղբայրը որոշեց, որ եթե կրտսերը բացակայում էր նման կարևոր իրադարձությունից, ապա նա արժանի չէ ժառանգության, և նա ամեն ինչ վերցրեց իրեն։ Կրտսեր եղբայրը դա անարդար համարեց, բայց կոնֆլիկտի մեջ չի մտել։ Մի քանի տարի անց կրտսեր եղբոր կինը հիվանդացավ, և նրան թանկարժեք վիրահատություն էր պետք։ Նա հույս ուներ, որ ավագ եղբայրը փողով կօգնի, բայց մերժում ստացավ։ Փոքր եղբոր կինը որոշ ժամանակ անց մահացավ։ Բարկության և հուսահատության մեջ կրտսեր եղբայրը անիծեց իր ավագ եղբորը և նրա բոլոր սերունդներին։ Ավագ եղբոր որդին իմացավ իր հոր սխալ պահվածքի մասին և որոշեց շտկել այդ իրավիճակը, քանի որ հասկացավ, որ ժառանգները պատասխանատու են իրենց նախնիների արարքների համար։ Նա փնտրել է իր հոր եղբոր երեխաներին, ներողություն խնդրել ծնողի գործողությունների համար և նյութական օգնություն ցուցաբերել այդ ընտանիքներին։ Նա վերադարձրեց այն գումարը, որը պապը կուտակել էր իր կրտսեր որդուն։ Որպեսզի մեղմացնի իր հոր հոգու տառապանքը անիրավ արարքի համար, նա իր անունից մասնակցել է մի քանի բարեգործական նախագծերի։ Հղիության արհեստական ընդհատում, չծնված երեխաների հոգիների բաց թողնելը։ Ընտանեկան և տոհմային համակարգում խնդիրների պատճառներից մեկը կարող են լինել աբորտները։ Աբորտները տոհմի ապագայի մերժումն են, դա կյանքի էներգիայի ընդհատում է։ Կտրված թելերը վերականգնելու և ընտանիքում կյանքի էներգիան գործարկելու համար անհրաժեշտ է ապաշխարել, ներողություն խնդրել չծնված երեխայի հոգուց և բաց թողնել նրան նոր մարմնավորման համար։ Դա կարող եք անել մեդիտացիայի միջոցով։ Դա կօգնի ձեզ ազատվել կործանարար հույզերից և կվերափոխի ձեր կյանքը։ Տոհմային ծրագրեր և նախնիների 7 սերունդ։ Ըստ վերամանրավորման օրենքի, հոգին ունի բազմաթիվ մարմնավորումներ։ Ծնվելով որոշակի տոհմի մեջ, նա այս մարմնավորման մեջ ստանալով ֆիզիկական մարմին, նա մտնում է հարաբերությունների մեջ և զգում է նախնիների 7 սերունդների ազդեցությունը։ Յուրաքանչյուր մշակութային ավանդույթ ունի նախնիներին հարգելու ծես։ Քանի որ սերունդների համար շատ բարենպաստ է երախտագիտություն հայտնել նախնիներին, կերակրել նրանց և նվերներ բերել նրանց։ Ծնողների հետ հարաբերությունների ներդաշնակեցում։ Այսպիսով եկեք հիշենք այն քայլերը, որոնք մենք արդեն արել ենք ձեր հետ ընտանեկան հարաբերությունների և ձեր ճակատագրի ներդաշնակեցման ճանապարհին։ Առաջին քայլը ձեր ծննդյան ընդունումն է որոշակի ընտանիքում և ձեր ճակատագրի ընդունումը։ Երկրորդը տոհմում հարաբերությունների ներդաշնակեցման հաջորդ քայլը ծնողների հետ բարենպաստ և ճիշտ հարաբերությունների ստեղծումն է։ Ծնողներն այն մարդիկ են, որոնց միջոցով մենք ստացել ենք ֆիզիկական մարմին
և նյութական աշխարհում ծնվելու հնարավորություն։ Ծնողները մարդիկ են, ովքեր մանկուց հոգ են տարել մեր մասին և շարունակում են դա անել հիմա։ Եվ մենք գիտենք, որ բոլոր ազգերի մոտ, բոլոր մշակութային ավանդույթներում հռչակվում է հարգանք ծնողների հանդեպ և հարգանք նրանց նկատմամբ։ Թվում է, թե հենց ծնողների հետ ընտանիքում պետք է լինեն լավագույն ամենամոտ հարաբերությունները, քանի որ նույնիսկ գենետիկ մակարդակում դրված է նրանց սերունդների պահպանման և պաշտպանության անհրաժեշտությունը։ Բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում։ Հաճախ հենց ծնողների հետ են զարգանում լարված հարաբերությունները և առաջանում թյուրիմացություն։ Ինչու են կոնֆլիկտներ առաջանում ընտանիքում։ Ընտանիքը, որպես տոհմային համակարգի մաս, բաց համակարգ է, որն անընդհատ փոփոխվում է արտաքին աշխարհի հետ, և դրա վրա գործում են երկու օրենքներ՝ զարգացման օրենքը և հոմեոստազի օրենքը։ Զարգացման օրենքը ուղղված է փոփոխություն մտցնել համակարգում, հոմեոստազի օրենքը համակարգի կայունության պահպանումն է։ Հետևաբար ծնողներն ավելի հաճախ ներկայացնում են հոմեոստազի օրենքը, իսկ երեխաները զարգացման օրենքը։ Այստեղից էլ ծնվում են թյուրիմացությունները ու կոնֆլիկտները։ Շատ սերունդների ընթացքում ընդհանուր համակարգը ձևավորել է արժեքներ, կանոններ և վարքի նորմեր։ Մի կողմից տոհմի երիտասարդ ներկայացուցիչը ապավինում է տոհմային համակարգի արժեքներին և վարքի հաստատված օրինաչափություններին, մյուս կողմից նա վերաիմաստավորում է դրանք և կարող է ընդունել կամ մերժել դրանք։ Օրինակ, ձկնորսի ընտանիքում տղա է ծնվել։ Նրա նախապապը նույնպես ձկնորսներ են։ Եվ պապը, և հայրը, և բոլորը սպասում էին, որ տղան կշարունակի ընդհանուր գործը, իսկ նա ուզում է բժիշկ կամ գիտնական լինել։ Այդպիսով ծնվում է հայրերի և երեխաների հակամարտությունը։ Եթե տոհմի սերունդների միջև հակամարտությունը լուծվում է դրական, ապա համակարգը հասնում է զարգացման նոր մակարդակի։ Եթե ոչ, ապա այս իրավիճակը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել սերունդ, որը կլուծի ընտանեկան և տոհմային հակամարտությունը։ Այս ժառանգում մարմնավորվում է հոգին, որը կրում է անհրաժեշտ ռեսուրս և օգնում է համակարգին հասնել նոր մակարդակի։ Որպես կանոն, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընտանիքում հասունացել է հակամարտության լուծման նախադրյալները։ Օրինակ, ալկոհոլիզմի ծրագրերը փոխելու համար ընտանիքում ծնվում է սթափ ապրելակերպ վարող սերունդ։ Կարևոր է հիշել, որ տոհմային համակարգում ոչինչ ակնթարթորեն չի փոխվում։ Պետք է ժամանակ անցնի, որպեսզի վարքի նոր օրինաչափությունները հաստատվեն և ամրապնդվեն։ Կոնֆլիկտը լուծելու համար կարևոր է հասկանալ հետևյալը. ձեր մեջ կան նաև վարքագծի այն ձևերը, որոնք ցույց են տալիս ձեր ծնողները, միայն թաքնված, չբացահայտված ձևով։ Մերժելով դրանք և բախվելով ծնողների հետ, մենք խնդիր չենք լուծում։ Վարքի այս օրինաչափությունները պետք է գիտակցվի մարդու մեջ, պետք է ընդունել և վերափոխել։ Այդ ժամանակ ընտանեկան համակարգը նոր մակարդակի կհասնի։ Տոհմի օգնություն։ Այս կյանքում մենք բացառիկ հնարավորություն ունենք շփվելու մեր ամբողջ տոհմի հետ։ Դուք կարողանաք դիմել ձեր նախնիներին ցանկացած հարցով, և ձեզ միշտ կպատասխանի ձեր տոհմի այն ներկայացուցիչը, ով գիտի լուծումը։ Կարող եք նաև դիմել ձեր նախնիներին, խնդրելով ձեզ ինչ-որ բան սովորեցնել, փոխանցել հատուկ գիտելիքներ և հմտություններ, օգնել բացահայտել ձեր ունակություններն ու տաղանդները։ Դուք կարող եք հատուկ նվեր ստանալ ձեր նախնիներից, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր փորձը։ Այժմ դուք նույնպես բաց եք այդ փորձի համար։ Զգացեք օգնություն և աջակցություն ձեր տոհմից, արթնացնելով ձեր տոհմային հիշողությունը, ոգու ուժը։